Հանուն Հոր և Որդվո և Օգվույն Սրբո ամեն։ Բարի շաբաթ բոլոր ունգընտրողներուն, այսօր հարուտենեն ետք առաջին շաբաթն է հինանց և նվիրված Սուրբ Հովհաննես Մկրտիչ Կարապետի գլխատման հիշատակին։ Ան որ եղած է քերազանցորեն խոսքի սպասավորը, այն ձայնը, որ անապատի մեջ անդադար կհնչեր, այն ձայնը, որ երբ անախորժ նաև Աստուծո պատգամները կփոխանցեր, ինչպես միշտ եղած է մարգարեական գիծը նկատմամբ Աստուծո ավետիսին կամ Աստուծո պատգամներուն, ընդհանրապես անոնք որ կընդդիմանան, կփորձեն եւ ամեն ջիկ կտապեն խեղդելու այդ ձայնը, նույնիսկ եթե ֆիզիկապես կամ նյութական գետնի վրա կրնան հաջողություն արձանագրել, բայց անոնց ձայնը խորհրդավոր կերպով անմար կմնա ժամանակներուն եւ բոլոր դիեզերքի պատմության մեջ, ինչպես անմար կմնա եւ անլրելի այս զանգակատունը, որ է Հովհաննես Կարապետը։ Ուրեմն մենք ընթերցումներու բաժնի մեջ էինք 18-րդ ներկայացումը անգլիացի գրագետ Գրահեմ Գրինի այն փոքրիկ գոհար աշխատանքին, որ է Հովհաննես 20-րդ 9-րդի վերջին ծնունդը։ Քննած էինք համառոտ կերպով իր կողմէ շարադրված քիրքին ճակատը, ապա մեր կողմէ ցոնը, ամփոփ եւ հարաճապանը, որ կքննարկենք կոր այս դասախոսություններով, այս բոլորը արևմտահայերեն աշխարհապար թարգմանության առիթով է, որ կատարված է իմ կողմէս։ Հասած էինք այն կետին, ուր խոսքի սպասավորներ իմասնավորի կագնարկեինք վերջին ներկայացումներուն, փոքր տարիքես արդեն, հետևաբար երբ որ լիգիոնի դարիները կհաջախեի, այսին երկրորդական վարժարանի Սուրբ Ղազար մայրավանքեն ներս, ունեցած էի այս ուսուցչապետը կամ խոսքի սպասավորը, որ էր Հայր Լևոն։ Հոս կուզեմ փակակից մփանալ, որ երբ այս դասախոսություններու ընթացքին ակնարկներ կնենք, ակնարկները կբահեն իրենց կարևորությունը եւ կնմանին աստղերու, որ գիշերվա մեջ լուսավոր կետեր են։ Երբ մենք ուզենք